Ողջույն։ Այսօր մենք խորանալու ենք Step News Agency-ի մի բավականին սենսացիոն ռեպորտաժի մեջ, որը պնդում է, թե Իրանում տեղի է ունենում մի այնպիսի սեյսմիկ տեղաշարժ, որը գիտեք կարող է ուղղակի ամեն ինչ փոխել։ Դե ամեն ինչ սկսվում է հենց այս պայթյունավտանգ պնդումից։ Ըստ ռեպորտաժի, Իրանի գերագույն առաջնորդի անհետացումը բնավել պատահականություն չէր։ Ոչ, սա ըստ նրանց Իսրայելի կողմից իրականացված շատ հստակ ու վճռական հարվածի հետևանք էր։ Առաջին հերթին եկեք հասկանանք, երբ համակարգի գլուխը, այսպես ասած, վերացված է, ինչ է տեղի ունենում հետո։ Առաջնորդն ընկնում է եւ բեմ է դուրս գալիս մի նոր խորհուրդ։ Ուրեմն ինչպես բացատրում է աղբյուրը, պարզվում է Իրանի սահմանադրությունը սա նախատեսել էր։ Այո, հենց այսպիսի ճգնաժամի համար նրանք ունեին հստակ գործողությունների պլան։ Ու հենց դա էլ թույլ տվեց, որ շատ արագ, առանց լիակատար քաոսի, ձևավորվի ժամանակավոր ղեկավար խորհուրդ։ Իսկ այս խորհուրդը, որտեղ, ինչպես տեսնում եք, հավաքվել են երկրի ամենաազդեցիկ դեմքերից մի քանիսը, այժմ կանգած է մի, կարելի է ասել, գրեթե անհնարին թվացող խնդրի առաջ՝ երկիրը դուրս բերել այս փոթորկից։ Բայց խնդիրը սրանով չի ավարտվում։ Ըստ ռեպորտաժի, այս նոր ղեկավարությունն անմիջապես հայտնվում է, պատկերացրեք, ակցիաների մեջ։ Ճնշումը գալիս է երկու կողմից՝ թե դրսից, թե երկրի ներսից։ Տեսեք, արտաքինից մի ամբողջ համակարգված արշավ է գնում քանդելու հին իշխանական կառուցվածքը։ Միևնույն ժամանակ երկրի ներսում այս խորհուրդը պետք է ինչ-որ կերպ կառավարի պառակտված անկայուն ու անկեղծ ասած պայթունավտանգ ազգին։ Բայց մինչ մակերեսին քաոս է տիրում, ռեպորտաժը պնդում է, որ իրական ամենակարևոր խաղը տեղի է ունենում փակ դռների հետևում։ Սա, իհարկե, բարձրացնում է շատ կարևոր հարց. արդյոք մենք տեսնում ենք ամբողջ պատկերը, թե այս ռազմական հարվածների ու քաղաքական անկայունության հետևում թաքնված է շատ ավելի խորը պատմություն։ Եվ որպես ապացույց, աղբյուրը մատնանշում է Դոնալդ Թրամփի այս բավականին զարմանալի հայտարարությունը։ Սա, ըստ նրանց, ուղղակիորեն հուշում է, որ գաղտնի բանակցություններ են ընթացել նույնիսկ ճգնաժամի ամենաթեժ պահին։ Հիմա եկեք նայենք այս բանակցությունների մանրամասներին։ Խաղադրույքները, ինչպես տեսնում եք, աներևակայելի բարձր էին։ Մի կողմում իրանցի պրագմատիստներն են, որոնց միակ նպատակը պետությունը փրկելն է։ Մյուս կողմում Թրամփի վարչակազմն է, որը ըստ աղբյուրի շատ հստակ պահանջներ է դնում՝ հրաժարվեք ձեր դիմադրության առանցքից, պարզ ասած, սա մի հսկայական առևտուր էր։ Իրանի ամբողջ հեղափոխական արտաքին քաղաքականությունը փոխանակվում էր հենց ռեժիմի գոյատևման հետ։ Եվ այս ամենը մեզ բերում է ռեպորտաժի թերևս ամենակարևոր մասին՝ ներքին պայքարին հենց Իրանի ապագայի նրա հոգու համար։ Աղբյուրը սա ներկայացնում է որպես երկու ճամբարների դաժան բախում։ Մի կողմում 5 գվարդիան է, կոշտ գծի կողմնակիցները, որոնք ասում են բանակցությունները դավաճանությունն են։ Մյուս կողմում պրագմատիստներն են, որոնք ասում են եկեք փրկենք պետությունը, դառնանք նորմալ երկիր։ Իրանը փաստորեն կանգնած է ճամփաբաժանին։ Լավ, բայց ո՞րն է վճռորոշ գործոնը։ Ինչն է թեքում կշեռքի նժարը։ Ռեպորտաժը պնդում է, որ դա ժողովուրդն է։ Բնակչությունը ուղղակի հոգնել է պատժամիջոցներից, աղքատությունից, ռեժիմի արտաքին արկածախնդրություններից, եւ այս հոգնածությունը ուղղակիորեն ուժեղացնում է պրագմատիստների դիրքերը։ Այսպիսով ինչ ստացվեց։ Ո՞րն է այս ամենի վերջնական արդյունքը։ Ըստ աղբյուրի, մենք հնարավոր է ականատես ենք լինում մի բոլորովին նոր Իրանի ծնունդին։ Աղբյուրը հիմնվում է պատմական զուգահեռների վրա, պնդելով, որ երբ բռնապետական ռեժիմի կենտրոնական դեմքը վերանում է, համակարգն ինքնին ստիպված է լինում հիմնովին փոխվել։ Սա է, ըստ նրանց, այս ամբողջ ռազմավարության հիմքում ընկած տրամաբանությունը։ Եվ ահա, ռեպորտաժը մեզ թողնում է հենց այս շատ սադրիչ հարցի հետ։ Գուցե այն, ինչին մենք ականատես ենք լինում, ոչ թե ռեժիմի փլուզումն է, այլ բոլորովին նոր Իրանի շատ բարդ ու ցավոտ ծնունդը։ Իսկ այս հարցի պատասխանը, հավատացեք, կարող է ամբողջությամբ վերաձևել մերձավոր արևելքի քարտեզը։